Իմ հարցին խնդրում եմ արձագանքի պատգամավորներից նավ տեղեկություն ունի, երբ ասվում է, որ վեհարանը դուրս տանելու ինչ-որ թեմաներ կան, ինչ եք հիմքում դնում, իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն, որովհետև կնեք, բայց դա քիչ առաջ Հայաստան թռչող ափսեի իջել մակարդակի վրա է, քանի հանրությանը լրջագույն տեղեկություններ չեն տրամադրում կամ գանձերի հետ կապված, որ ասում են էջմիածնի գանձերն ուզում են յուրացնել, եթե այդպիսի բան կապա, ուր է քրեական գործը, ուր է հաղորդումը, դատախազություն, թե այսպես կարելի է հայտարարություններն անել եւ հանրությանը փաստեր չներկայացնել եւ մեկ հարցել Ուժեղ Հայաստան կուսակցությունը մտել է քաղաքական պայքարի մեջ կուշտ վարչապետ ունենալու խոստմամբ դուք ինչպես եք պատրաստվում պայքարել նրանց դեմ արդյոք համարում եք ձեզ մրցակից թե ոչ եւ ինչ եք կարծում պետք է YouTube-ից հեռացնել Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործությունը թե ոչ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանից հարցից սկսեմ, կարծում եմ բոլորս էլ տեղյակ ենք եւ գիտենք եւ բազմաթիվ անգամ կրկնել ենք, ես նորից կկրկնեմ, որ սահմանադրությամբ եւ օրենքով արգելված է եւ Սամվել Կարապետյանը չի կարող լինել իրենց վարչապետի թեկնածուն եւ չի կարող լինել պատգամավորի թեկնածուն Եվ այսքանով կարծում եմ բոլոր իրենց կուշտ կամ ուժեղ, չգիտեմ, թեկնածու վարչապետի ունենալու հարցերը փակված են։ Վեհարանի մասով ուզում եմ հասկանալ հայտարարություններ, որոնք հնչում են մեր կողմից, ակնկալում եք նաև պատասխան իրենց կողմից։ Երբևէ դուք լրագրողներով փորձել եք Կտրիչ Ներսիսյանին ասուլիսի հրավիրել եւ մեր կողմից հնչեցրած բոլոր հարցերը ուղղել եւ պատասխաններն ակնկալել, որտեւ անդադար այնպեսի տպավորություն է, որ մենք հնչեցնում ենք մտքեր, արտահայտում ենք մտահոգություններ եկեղեցու հանդեպ եւ այնինչ տեղի ունենում եկեղեցու շուրջ այդ մտահոգություններից չկա գետ մեկ արձագանք եւ առավել եւս պաշտոնական էջով եթե որևէ արձագանք լինում է պաշտոնական էջը եթե ուշադիր նայեք եկեղեցու դարձել է քաղաքական խոսքի էջ որևէ եկեղեցական հոգեվոր մտքի արտահայտություն այդ էջով չի հնչում եւ երրորդ հարցը ինչ է Եթե տեքստային մասին դուրս գաք բովանդակային հատված, հաստատ կտեսնեք քաղաքական հայտարարությունները եւ քաղաքական բովանդակությունը։ Իմ հարցը, իմ մտահոգությունս, մենք անդադար պատասխանում ենք ձեր հնչեցրած հարցերին, բայց արդյոք այդ տվյալ անձնավորությունը երբևէ պատրաստակամություն հայտնել է պատասխանել հանրության կողմից հնչեցված եւ մտահոգիչ հարցերին իր անձի եւ իր շուրջ Ներողություն Տիկին Մանավազյան, իմ հարց հետևյալն է, երբ որ դուք մեղադրանքներ եք հնչեցնում, ինչու փաստեր չեք ներկայացնում։ Ներողություն եմ խնդրում, բայց հիմա փաստեր իրավական տեսանկյունից ներկայացված է եւ դուք նորից հնչեցնում եք նույն հարցը, իսկ ինչու եք, չգիտեմ, հետապնդում տվյալ անձին կամ Չէ, ես կոնկրետ եմ տալիս, փաստ կա որ գանձերը ուզում են գողանալ։ Պարոն Կիրակոսյան, ես հիշում եմ, երբ որ հոգևոր բարձրաստիճան որոշ շրջանակի վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին, այս նույն հետաքրքրությամբ հարցադրումներ էր հնչում, թե արդյոք կան փաստեր, այս ինչ եք ասում, շոկի ենք ենթարկվել, որոշ ժամանակ անց բոլոր փաստերը ուրեմն Երևան եկան եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր արած հատկապես վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ եւ եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ ուրեմն վեհարանի հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձումը կաթողիկոսությունը տեղափոխի Հայաստանի Հանրապետությունից Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Այդ տեղեկություններն արդյոք այնքան են հասունացել, որ պետք է վերածեն քրեական գործի կամ իրավական հետապնդման, այդ հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը մենք բոլորս կստանանք, երբ որ իրականության մեջ նման բան տեղի կունենա, բայց
Հարցին թե արդյոք կան հիմնավորումներ, որ դուք նման բան եք հայտարարում, կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան եւ դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք, ինչպես եւ ես մի անգամ այստեղ հիշում եմ, ելի մի անգամ տենց էլի հարցեր էր հնչում, ես ասացի պատեհ պահին մենք դրա մասին կիմանանք եւ որոշ ժամանակ անց իմացանք։ Ես դες վստահեցնում եմ, որ ուրեմն մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունից, Հայաստանի Հանրապետության շահից եւ այսօր Կտրիչ Ներսիսյանը իր շուրջ հավաքած մի խումբ հոգեվորականների հետ իրենից ներկայացնում է արդեն պետական անվտանգության խնդիր եւ հետեւաբար նաեւ եթե անհրաժեշտություն լինի եւ այդ անհրաժեշտությունը կա, ես կարծում եմ պետքա իրավապահ մարմինները լրացուցիչ ուրեմն միջոցառումներ ձեռնարկեն այս ուղղությամբ։ Շնորհակալ։ Կներեք, իսկ երրորդ հարցին չեք պատասխանի, արդյոք պետք է Արա Գևորգյանի Արցախ երաժշտությունը համացանցից ջնջել թե ոչ, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ հանրային հեռուստաընկերությամբ ինչ որ սպորտային միջոցառման օլիմպիական խաղերի ժամանակ խուսափել են հնչեցնել ստեղծագործության անունը։ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, ճիշտն ասած, եթե առանձին YouTube-ի վերաբերյալ ձեր հարցին անդրադառնամ, ապա իհարկե ոչ։